Կալոսի գործն ինչ եղավ։ Ասում ինչ կալոս, ասում է 25 միլիոնի կալոս են կողացել։ Որ ասում եք իրավունք չի եղել կառուցել, այսինքն ինչու իրավունք չի եղել։ Այսօր ընդդիմություն է ընդգրկված է Հայաստան դաշինքի 13-րդ տեղում։ Նիկոլ Փաշինյանի նամակ գրել եք, հետաքրքիր է։ Հեկը ընդամենը 6.5 կիլոմետր է, որից 5.5 կիլոմետրը պետական կառուցվածքն է, ով չի ուզենա։ Չես կարողանում ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները, չի կարող լինել գյուղատնտեսություն։ Միաժամանակ խումբ կանգնեցեք էլի, ով բարեկամն է։ Ֆիլմպես, որովհետեւ հասարակությունն էլ կենտրոնը կողմնորոշ։ Ով փաստացի ոչ օրինական ինչ որ գործունեությամբ է զբաղվում։ Չէ, բայց ընդդիմադիր գործիչ, որը քննադատում է ամբողջ թափով Երևանի քաղաքապետարանը։ Միայն փալևանային կեցվածքով խոսել քննադատելը դերևս ոչինչ չի նշանակում։ Մի քանի տարի է արդեն հասարակությունը չի հասկանում, արդյոք ընդդիմությունը իրականում ընդդիմություն է, թե ավելի շատ ծառայում է իշխանության շահերին։ Եվ մենք տեսնում ենք, որ կան բազմաթիվ դեպքեր, երբ ընդդիմությունը եւ իշխանությունը տնտեսական շահերի բախում կարծես թե չեն ունենում, եւ նրանց խնդիրը հիմնականում քաղաքական հարթության մեջ է։ Ողջույն, այսօր իմ հյուրն է Erstate ՍՊ տնօրեն Սահակ Մինասյանը, մենք խոսելու ենք շատ հետաքրքիր թեմայից, որի շրջանակներում հենց այս թեմայով պարզ կլինի, որ տնտեսական հարաբերություններում կարծես թե իշխանությունը եւ ընդդիմությունը շատ հաշտ են միմյանց հետ։ Ողջույն, պարոն Մինասյան։ Բարև ձեզ։ Նախ շնորհակալ եմ, որ համաձայնեցիք եւ հյուր եկաք։ Սիրով ես եմ շնորհակալ։ Ես կխնդրեմ գանք սկզբից ներկայացնենք ինչի մասին ենք մենք խոսում, որպեսզի հետո մարդիկ հասկանան, թե ինչպես է ստացվում, որ իշխանությունը մեծապես աջակցում է ընդդիմադիրներին, երբ խոսքը վերաբերում է փողին։ Շատ լավ։ Նախընտրելի էր ինձ համար թերևս այլ տեղից սկսել, բայց թե զրուցավարը դուք եք, ես հնազանդ ենթարկում եմ, սկսենք տեղից։ Տեսեք հիմա ամբողջ հանրապետության գիտագից բնակչությունը փոթորվում է, կողմնորոշվում են, բոլորս անխտիր ցանկանում ենք նախ որ մեր հասարակությունը մասնակցի ընտրություններին եւ ճիշտ կողմնորոշի։ Յուրաքանչյուրին թվում է թե այս ուժն է առավել, մյուս ուժն է առավել եւ այլն, եւ կհամաձայնեք հաստատ, որ կողմնորոշվածները նույնիսկ երկմտանքներ ունեն։ Այս ամեն ինչը պայմանավորված մի շատ պարզ պատճառով, որի հետևանքը տարիներով տանում ենք ու տանելու ենք։ Այսինքն ձեր խոսքի սկզբում նշած դիմություն, ընդդիմություն, արերևույթ անորոշություններից, որը տեղ-տեղ խորանում է, տեղ-տեղ մեղմանում է, տեղ-տեղ համընտած է գնում եւ այլն։ Եվ այս ամենի ընթացքում հատկապես այն երկրներում, որտեղ կան սոցիալական հավասարակշռության ակնառու խախտումներ, հասարակության համար կողմնորոշումը այլ ավելի դժվարանում է եւ դժվարանում է նաեւ բուն ընտրության ճիշտ իմաստի ապահովում։ Այսինքն այն, որ մենք տեսնում ենք ազգային ժողովում այդ բոցաշոնչ ելույթները ընդդիմադիրների միմյանց նկատմամբ թշնամական հայտարարությունները, բայց հողի վրա կարծես թե մենք թեկուզ ձեր դեպքում ունենք ուրիշ վիճակ։ Հիմա տեսեք, մեզ լսողները շահառուների մասին խոսում ենք, միգուցե արտարանան պատճառաբանելով, թե դա տեղի ունենում այնպիսի շեյդերում, որոնցից իրենք տեղեկություններ չունեն, կամ նվազեն տեղեկացված։ Բնականաբար սա սովորական արտարացման միջոց է, նախ արտարանում են նրանք, ովքեր մեղավոր են, սա սովորական է, բայց չէ որ մենք ընդհանրապես գործ ունենք հասարակության մի հատվածի հետ, որը պարտավոր է առավել բաց, առավել թափանցիկ լինել հասարակության հետ, որ նույն հասարակության այսօր պահանջի թե պասիվությունը թողեք եւ մասնակցեք ընտրություններին։ Խոսքը ընդդիմության մասին է։ Այո, եւ իշխանության մասին է, եւ իշխանության մասին է։ Հիմա տեսեք, շատ հաճախ խոսում են, ես ինքս կրթության մարդ եմ, այդ մասին այսօր չեն խոսում, գիտակցական ամբողջ կյանքս անցկացրել եմ կրթությունում, նաև կրթությունում մշակույթի միշտ չեմ զադել, խոսում ենք, որ մեր մշակույթից հեռացել ենք, հասարակության մոտ կրթական մակարդակը իջել է եւ այլն եւ այլն, ես կիսելով այդ կարծիքը առավելապես չեմ ուզում խորանալ կրթության մասին չխոսենք, թե չկցավալվենք,
Մշակութային առումով ասեմ, որ մենք մեր ժառանգությունը լավ չենք պահպանում եւ չենք էլ հաշվի առնում, որ մշակույթը առավել ուսուցանող է, քան հենց ինքը փունկշտությունն է։ Մենք մի շատ հավանաբար ձեր սերունդը նույնպես 0199 ֆիլմը տեսել է։ Շատ ուսուցողական է նաեւ, բացի բարձրակարգ հումորից։ Տեսեք ավտոմեքենայի համար, հեռախոսի համար, խառնաշփոթ։ Այդտեղ մի կադր կա, երբ ոստիկանության պետը հարևանությունն լսում է, ասում է, «Այստեղ թույլատվություն կա, եկեք պարզենք»։ Ով ում բարեկամն է, խումբում կանգնեցեք։ Միայն դրանից հետո արդեն կարողանում են իրենք թնջուկը պարզել։ Հիմի այս հասարակությունը մեր չի ընկալում լիարժեք, թե ով ում բարեկամն է, ով ում է քննադատում, ով ում հետ է, ով դեմ է գործող իշխանությանը, ով կողմ։ Եվ այս խառնաշփոթի մեջ առավելևս այն հասարակությանը, որը կկած է իր առօրյական ծանր խնդիրներից, մենք ուզում ենք, ակնկալում ենք, որ լինի կողմնորոշվեն եւ ակտիվ մասնակցեն։ Ես կբավարարվեմ թեմայից դուրս եւս մի փոքր խնդիր ներկայացնելուց, խնդիրը, որի մասին մենք խոսելու ենք, դերևս մի տարի առաջ, մի տարի ու կես առաջ բաց նամակներով ուղարկել ենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, ֆրակցիաների ղեկավարներին եւ այլն։ Ես տեսել եմ, որ նաեւ շատ քիչ ԶԼՄ-ներ գալաներ լուսաբանել կարծես եւ վերջ։ ԶԼՄ-ներն իմանում են խնդիրը ինչի մասին է, առաջի զանգին պատասխանում են, մենք 3 գործընկերներ ենք, 3-ից յուրաքանչյուրին, երկրորդ զանգին չեն պատասխանում։ Չեն տպագրում, առանց պատճառաբանություն, չեմ ուզում անվանարկել, չեմ ուզում շատեկել, ոչ մեկին ոչ գովաբանել եւ այլն։ Բայց կորցնում են նախ ոչ թե հեղինակությունը, կորցնում են այն ճանապարհը, որով իրանք գնալու են, որ իրանք կոչված են։ Շատ բարձ օրինակ ասեմ։ Հարևանս թաղում։ Ինձ օրեր առաջ հարցնում էր, թե մտածելով որ ես կիմանամ ավելին, քան ինքը, կալոսի գործն ինչ եղավ։ Ասում ինչ կալոս, ասում է 25 միլիոնի կալոս են քողացել։ Ասում ռազմիկ ինչ կալոս։ Ասում է ազգային ժողովում Պողոսյանն ասեց, Սիմոնյանն ասեց, թե ինչ անեց իշխանությունը չգիտեմ ինչ պատասխանը, չմադրամասնեն։ Պարզում է որ անիվ հիմնադրամի արերևույթ չարաշահումների մասին է։ Որտեղ ասենք այդ 25 միլիոնից ենթադրենք 5 կամ 10-ը յուրացվել է կամ արերևույթ յուրացվել է, ենթադրաբար յուրացվել է, փաստեր ունեն դերևս ստուգված կամ չստուգված եւ այլն։ Բայց անդադար խոսում են այնքան, որ այդ մարդը պատկերացնում է, որ 25 միլիոնի իր լեզվով ասած կալոսը եթե փռես տեղից Երևան կգնա։ Եվ անիվը հասկացել է, որ ինքը կալոս է ասում։ Ուրեմն գրական լեզվով անիվ է եւ հարցնում է ինձ։ Իսկ մենք նամակը գրել ենք, որ եղբայր պետական նշանակության գույքը օդարված չէ, ֆիկտիվ թղթերով տնօրինվում է մասնավորի կողմից, էկոլոգիան կոլապս առաջացնելով 6-7 կիլոմետր ախուրյան գեդում, վնասելով 3 տնտեսվարողների, որոնք վարկային պարտավորություն ունեն ահագնացող առլի չափերի, սնանկացնելով, շահույթ է ստանում մի մարդ, որը նաև պետությանը վնաս տալով, նաև ջրային հասկացավալ կորուստներով, միլիարդների կորուստներով, նաև շարքից հանելով այդ գույքի ոչնչացման գնով, գույքը, որը չի կարելի բացառապես ոռոգումից դուրս օգտագործել, ստանում է պատգամավորը դիմություն տենդի, ոչ մի արձագանք չկա։ Սեփականատերը մի ժամանակ Հանրապետական կուսակցության իշխանության տարիներին ազգային ժողովի նախագահի ռեֆերենտն է։ Դրանից առաջ մահացած մեջ գեներալներից մեկի օգնական եւ այլն։ Այսօր ընդդիմություն է ընդգրկված է Հայաստան դաշինքի 13-րդ տեղում։ Ում մասին է խոսքը։ Մեսոբ Մանուկյան։ 13 համարը բացեք կնայեք։ Ընդդիմություն է քաղաքապետ Ավինյանին, բոլոր այդ բացահայտումներ, չգիտեմ ինչ եւ այլն անկախ անձերից ես այդ նման ոճի չեմ ընդունում, որովհետև այդ մասնավոր անձներով թմկահարել է, ոչնչացնում է պետական ինստիտուտները վերահսկողական։ Հիմա եկեք բացատրենք, որպեսզի մարդիկ հասկանան ինչի մասին է խոսքը։ Ինչի մասին է խոսքը։ Ասեմ, հիմա ես նախ ասեցի սկիզբը, որ ասենք համատարած լռություն է խնդրի առնչությամբ։
Նաև չեմ կարող չնշել, որ խնդիրը ծագել է դերևս 12-13 թվականներից մեր մասով։ Իրականում հեկը կառուցվել է, կառուցման թույլտվություն ստացել է 2001-ին, 2005-ին, հետո եւ այլն, մինչեւ այսօր նախագիծը եղել է այլ կազմակերպության, պետական կազմակերպության։ Ես գիտեմ, որ հեկը կառուցվել է Աչափնյա Հիմա կասեմ, նախագիծը, որով կառուցվել է հեկը, պետությունը չի թույլատրել կառուցումը հեկի, դերևս 92-94 թվականներին, պատճառաբանելով, որ ջրանցքը պետք է օգտագործվի միայն ոռոգման շուրջ տեղափոխելու համար։ Նույն նախագծով տնտեսվարողին հաջողվել է 2001-2005 ստանալ կառուցման, այնուհետև շահագործման թույլտվություններ կառուցել է շահագործել, բայց արդեն շուրջ 20 տարի փոխվել են բոլոր պատասխանատուները, բայց խնդիրը տեղից չի շարժվել։ Հիմա խնդիրը Հիմա եկեք բացատրենք ինչու՞մ է խնդիրը։ Սկսենք սկզբից։ Ես ինչի սկսել եմ դա նշեցի, այն որ իրավունք չի եղել սկզբից եւ այլն, այս բոլոր մանրամասները չմեղանչելով արտարության դեմ, ասեմ, որ մեզ հաջողվել է բոլոր փաստաթղթերը ստանալ 18 թվականից հետո։ Տեսեք, դուք որ ասում եք իրավունք չի եղել կառուցել, այսինքն ինչու իրավունք չի եղել։ Ուրեմն Հայաստանի Հանրապետության օրենքը արգելում է ոռոգման բաց ինքնահոս ոռոգման համակարգերով ոռոգման ջրից այլ ջրացավալների տեղափոխումը։ Նախ ոռոգման կենսական նշանակությունը հաշվի առնելով այդ կառուցվածքների պիտանելիությունը պահպանելու առումով եւ երկրորդ ամենակարևորը ջրակորուստները կանխելու։ Տեսեք անընդհատ խոսում ենք։ ենք։ Մենք նաև նշենք, որ ջրանցքի մասին է խոսքը։ Խոսքը Ախուրյանի, Աջափնյա ջրանցքի, այսինքն Շիրակի ամբողջ մարզի երկու մայր ջրածներից մեկի, որը ունի իր կազմում 3 կիլոմետրանոց թունել, բավականին թանկարժեք կառուցվածք է։ Այդ ջրանցքի մասին է խոսքը։ Ջրանցքը ոռոգման նպատակով ըստ վիճակագրության տարեկան տեղափոխելու է միայն ոռոգման շրջանում ընդամենը 20 միլիոն մետր խորանաց ջուր։ Այսօր ջրանցքով տեղափոխվում է տարեկան մինչև 150 միլիոն մետր խորանաց։ Բայց օրինակ ինչով է դա վատ։ Ինչով է վատ։ Նախ ջրանցքը չի կարելի շահագործել ոչ ոռոգման շրջանում, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենքը, ես հոդվածները կարող եմ ասել ցանկացած օրից խրքի, այս հարցով չծանրաբեռնելով զրույցն ասեմ։ Միանշանակ արգելում է շահագործումը, որովհետեւ նախ այդ յուրաքանչյուր ջրանցքի յուրաքանչյուր վտար խոշորամասշտաբ, այնքան ջրացավալը մեծ է, որ կարող է նաև տեխնիկական աղետներ ստեղծել։ Բացի դա, օրենքը սահմանում է հստակ վերականգնման հիմնանորոգման ծավալներ, որոնք իրականացում են ոռոգումից դուրս։ Եթե ջրանցքը շուրջ տարի ռեժիմով, օրինակ պատկերացրեք թունել է, որը շուրջ տարին չի չորանում, անընդհատ թաց է։ Մի օր գեղեցիկ օր կարող է ասված չանի, թունելը փլվի։ Թունել չի կարելի օգտագործել ոռոգումից դուրս։ Բացի դա, ամենակարևորը սկզբում ասեցի, կրկնեմ, որ կորուստները բաց համակարգերում, օրինակ մեր երկրում բոլոր մարզերում տեղակայված ոռոգման ջրածներում, ես ուսումնասիրել եմ, միջին ասած թվով 50% ջուրը կորչում է։ Ինչից ջրանցքում նախ արագությունը շատ ցածր է ոռոգման շրջանում եւ ոչ ձմռանը։ Ձմռանն էլ իր հերթին տարբեր կորուստներ կան, սարսակալման եւ այլն, ջուրը կոլոշանում է, ներծծվում է այդ կառույցներում, որտեղ բաց համակարգեր են։ Եվ այդ պետությունը փոխհատուցում է միայն այն ծավալը, որը կորսվել է ոռոգման պահանջարկը բավարարելու ժամանակ։ Մնացած ջուրը որտեղից է գալիս, որտեղից է գնում, որտեղ աշխարհում։ Մինչև այսօր արդեն 10 տարի եւ ավել մենք ջոյից խնդրում ենք տեղեկանքներով, հարցումներով, թե ոնց է հաշվեկշռվում, որ 20-ի փոխարեն 150 միլիոն է տեղափոխվում։ Ջրակորուստների հաշվեկշռման մեթոդոլոգիան ասեք։ Այսինքն այն 130 միլիոն խորանարդը, չգիտենք ինչ է լինում այդ ջուրը։ Չէ, 130-ը տեղափոխվում է, լսվում եք այդ, բայց 130-ից առնվազն ըստ ջոյի տեղեկանքի 15-20 միլիոնը կորում է։ Եթե կորչում է, լավ 10-ն է կորում, որը տնտեսական արժեքով մոտ 800,000-ից 1 միլիոն դոլար է տարեկան։ Ոնց է հաշվառվում, որ այդ կորուստը չի միջև հարուցվել է քրեական կորուստ 3-րդ տարին է, մեղադրյալ չկա։
Այսինքն այս մասով քրեական գործ է Հա, հարուցված։ իդեպ դիմումը Հանրապետության կոմիտեին եւ Թադախազին ներկայացրել է նախկին ջրային կոմիտեի նախագահներից մեկը մեր պնդումներից հետո այլ պատասխան չունենալով։ Ես ճիշտ հասկացա, որ ջրանցքը, որը պետք է ծառայեր պետությանը, այսինքն այո, պետք է լիներ պետական։ եւ միայն ռոռոկման նպատակով։ Եվ միայն ռոռոկման նպատակով սեփականաշնորվել է ինչ որ կազմակերպության կողմից Այո։ եւ օգտագործվում է հիմա այդ կազմակերպության եւ ինչ որ անձի շահերի համար։ Ճիշտ եմ հասկանում։ Եվ ամենակարևոր հատվածին հասանք, որ ասիկ սեփականաշնորվել է։ Առանց անձնավորելու որևէ մեկին մի շատ հետաքրքիր փաստարկ եմ բերել եւ պիտի խնդրեմ, որ ցույց տաք։ Ուրեմն սկզբից ասեցի օգտագործման իրավունք չունեցել։ Դե ինչպես օգտագործել մինչև 17 թվականը Մինչև 17 թվականը օգտագործման իրավունք չի եղել։ Չի եղել, բայց օգտագործել է։ Չի եղել չկա։ Մեր օրերում չի եղել գոյություն չունի։ Կա փաստաթուղթ, որի վրա ինչ-որ բան է կրած, որը օրենքի դաղս չունի։ Այսինքն ինչ որ փաստաթղթի հիման վրա։ Ինչ որ փաստաթղթի հիման վրա, որը օրենքի հետ կապ չունի։ Թողնենք դա։ Այս բանին դա թողնենք։ 17-ից այդ հատվածը ամենաթանկարժեք հատվածը սեփականաշնորհել է։ Թե ինչպես եւ այլն, այդ էլ թողնենք։ Հիմա կներեք ամենաթանկարժեք հատվածը դուք նկատի ունեք այն հատվածը, որտեղ թունելներն են։ Որտեղ թունելն է, ջույքերն է եւ այլն։ Դե թունելը բնականաբար թանկարժեք է, չէ, 3 կիլոմետր պատկերացնում եք։ Մի խոսքով, այսինքն ինչքանը պետք է այդ հեկին։ Եթե պետք լիներ 10 կիլոմետրը 10-ը կսեփականաշնորհեր։ Հիմա 5 մոտ 6 կիլոմետրն է։ Ես ուղղակի չեմ կարողam պատկերացնել, այսինքն ռոռոկման համակարգ, որը նախատեսված է այդ համայնքի պետական շահերի համար ծառայելու համար սեփականաշնորհվել է։ Հիմա որպեսզի պատկերացնեք, ես ուրիշ օրինակ բերեմ։ Այդ Սերանսկի սեփականաշնորհ այդ հեկի գործունեությունով բացի պետական վնասներից կա նաև մասնավոր շահերի ոտնահարում։ 3 հեկեր, որոնցից մենք նախընտրեցինք, որ մեկը սկանք, երկուսը նախ հանդիպել են այլ լրագրողի հետ մի երկու օր առաջ, չգիտեմ, մի խոսքով, եւ խնդիրը դեպի մենք երեքով վարկային միջոցներով ներդրել ենք մոտավորապես 8 միլիոն 9 միլիոն դոլարին համարժեք դրամ։ 3 հեկերի համար։ 3 հեկերի հզորությունը միացյալ համազոր է այդ հեկի հզորությանը, որը օգտագործում է պետության ջրանցքը։ Այսինքն եթե ինքը նման հեկ պետք է կառուցեր, կներդրեր առնվազն 10-15 միլիոն դոլար։ Հիմա հեկը ընդամենը 6.5 կիլոմետր է, որից 5.5 կիլոմետրը պետական կառուցվածքն է, ով չի ուզենա։ Հիմա տեսեք, հիմա թմկահարում են, այդ մարդը նույն սահագնով վճարվեց, հիմա արդեն ազատականացվել է, չմանրամասնեմ, կադաստրի կոմիտեի նախագահան 22 թվականին իր ստորագրությամբ տարածքային կառավարման եւ հետակառուցվածքների նախարար պարոն Գնել Սանոսյանին տեղեկացրել է հիմք ընդունելով Գրանցամայզյան համար, որ Աջափնյա ջրանցքը ընդհանրապես եւ առավել եւս 5 կիլոմետրանոց հատվածը իրավունքի պետական գրանցում չի ստացել։ Այսինքն սա նշանակում է, որ այդ ջրանցքը վաճառված լինել չի կարող։ Սեփականաշնորհված չի փաստացի։ Տեսեք, հիմա կասեք, թե եթե իրավունքի պետական գրանցում չկա, ուրեմն նաեւ պետությանը չէ։ Չէ, Հայաստանի Հանրապետության օրենքն ասում է, որ սեփականության իրավունքը տրվում է կամ օրենքով, կամ սեփականության իրավունքի գրանցման ակտով։ Հիմա այս անկախ գրանցումից այդ ջրանցքը, քանի որ պետությունն ասում է, որ բոլոր ջրային, ռոռոկման ջրային համակարգերը օրենքով, օրենքի ուժով անօդարելի են, արդեն իսկ նշանակում է դա պետության սեփականությունն է։ Մենք կադաստրին դիմում ենք, թե եղբայր, դու թուղթը տվել ես, որ օդարված չէ։ Դու սահմանադրության, պետության կողմից սահմանադրական դրույթը պահպանելու լիազոր մանվինն ես։ Դու ինչի քո ջերը չես դեռնարկում։ Ջրային կոմիտեն թողանի, մյուսը եւ այլն, կարուսելի մեջ է, ամեն ինչ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, հիմադիր գործչի կողմից փաստացի մի մարդու, ով ամբողջ օրը գործիչին ասնել է, սպասեք, ջրանցքը օդարված չէ փաստ է, այդ մարդն ունի սեփականության վկայականներ։ Սրանն ասենք, նոր անցնենք այդ մյուս ջրանցքի օգտագործողը։ Ահա, ջրանցքի օգտագործողը, որոնք ջրանցքին չեն վերաբերվում, որովհետև այդ չի։ Կադաստրը թուղթ է տվել, տեսեք, ջրանցքը մայրուղիային ջրանցքը, մայր հատվածը 16 կիլոմետր է։ Ինքը ասում է, որ օրինակ 5.5 կիլոմետրը իմն է, ճիշտ է,
16-ից 5։ Ասում են, որ վաճառված չէ սա։ Բայց ինքը ունի ուրիշ 5 կիլոմետրի, ընդամենը 3 կիլոմետրի վկայականներ, որտեղ սա զավեշն է մեր պատմության։ Սա այս թվաց թե որ օդարված չէ օգտագործում են, դա է կուլմինացիան, բայց ոչ։ Հիմա տեսեք, մեզանում եւ այս եւ նախորդ իշխանությունների կողմից մարդիկ դատապարտվել են։ Մարդկանց հաշվի չեն առել մարդկանց ունեցած իրավունքները, հետ են վերցրել պետությանը, ջրային հողերը, կամանդարային հողերը սեփականաշնորհելու պատրվակով։ Լսած կլինեք։ Կադաստրի կոմիտեն 17 թվականին տվել է վկայականներ, որտեղ գրված է ջրային հող սեփական։ Օրենքը տեսակով ջրային հողերի օդարումը արկելում է։ Տվել է վկայական, որտեղ գրված է ջրանցք, օրենքը հոդվածն ասեմ ես մեկի, որ օդից չխոսենք, ջրային օրենսգիրք 4-րդ հոդված պետական նշանակության, սրանք պետական նշանակության են։ Եվ 61-1 ցանկացած Ես այստեղ տեսնում եմ Մարշ Շիրակ համայնք Ամասիա։ Ամասիա ջրանց։ Սա պետության ԱՆԻՊԲ տեսնում եք։ ԱՆԻՊԲ-ի սեփականության իրավունքն է։ Ամասիա ջրանցքը չի կարող պետությունն ասում է որ 11 թվականից հետ սկսած 2002-ից եկած որ սրանք առաջին իսկ հայացքից հակասում են օրենքին։ Բացի դա չի վերաբերվում այս կառույցին։ Ոչ մի վարչականակ կառավարության որոշում, այլ վարչականակ աջափնյա ջրանցքի վերաբերյալ չկա։ Մի րոպե, այսինքն այստեղ ինչ որ ուրիշ ջրանցք է։ Ուրիշ ես արերևույթ մտածածին գոյություն չունեցող, այս վկայականները, բայց դե տեսեք, առավել տարօրինակ հետևյալն է, որ ջրային կոմիտեն աջափնյա ջրանցքը գույք պետության սեփականությունն է, հանձնված անհատից օգտագործմամբ ջրային կոմիտեին, որը տնօրինում է պետության անունից, գույքացանք գոյություն ունի, չէ՞, ջրանցքում կա թունել, էս եւ այլն։ Այդ գույքացանքում թունել չկա, որովհետեւ նախագծային փաստաթղթերով թունելը, բետոնյա ջրանցքը ջրանցք է կոչվում։ Նախագծում ինքը գույքացանքում չունի թունել, հանձնում է թունել։ Գույքացանքում չունի համասյա ջրանցք։ Հանձնում է համասյա ջրանցք, այս հակասություններով հանդերձ եւ օդարված չլինելով մարդը առայսօր շարունակում է, բացի դա, հիմա տեսեք, ջրանցքը շատ մեծ է, ինքը շահագործում է 5 կիլոմետր է, չէ՞, շատ լավ։ Կադաստրի կոմիտեն 5 տարի առաջ արդեն ասել է, որ այս վկայականները աջափնյայի հետ կապ չունեն, դրանք չեն առաջացել աջափնյայի բաժանումից, այսինքն չեն կտրի աջափնյայից 5 կիլոմետր տվեք քեզ։ Աջափյան ամբողջական կան, սրանք առանձնացել են, գրանցվել են որպես գոյություն ունեցող առանձին ջրանցներ, այսինքն չունեցող։ Այսինքն ինչ որ Հիմա տեսեք, բայց այս շղթան անverջ շարունակվում է, որովհետև մի կազմակերպությունը մյուսին եւ այլն։ Իդեպ այս անգամ այս ազգային ժողովի ընտրությունների նախաշեմին մենք բացնամակներ հղել ենք բոլոր այն կուսակցություններին։ Իսկ օրինակ Նիկոլ Փաշինյանին նամակ գրել եք, հետաքրքիր է, որովհետև ինքը շատ է խոսում այս թեմաներից։ Ես ես կարող եմ ասել կառավարության վերջի պատասխանը, որը տեսեք ես ասեմ, քաղաքացիական պայմանագրին ղեկավարի անունով ուղղել ենք։ Ուժեղ Հայաստանին հասցեագրել ենք, Հայաստան Թաշիկին հասցեագրել ենք։ Թևերով միասնության Արամ Սարգսյանին հասցեագրել ենք։ Արձագանք ստացել ենք թերևս միայն կառավարությունից, շատ լավ հիշեցրեցիք։ Կառավարությունն ուղարկել է բնապահպանության նախարարությունն ուղարկել է տեսչական մարմին, տեսչական մարմինն էլ ասել է, որ մենք այս հարցերին պատրաստել ենք, իսկ մյուս հարցերի հետ որ ծախած չէ եւ այլն, մեր իրավասությունից ցույց է բրզակ դրանով։ Բայց գոնե այդքանը ստացել ենք, մյուսներից արձագանք չենք ստացել։ Ընդհանրապես, պատգամավորներից էլ ասեցին որ Կալոսի պատմություն, այդքան խոսում են, այդքան նամակ գրեցինք, միայն մի պատգամավոր նախկին սոցիալ նախարարի օգնականը զանգել էր մեր գործընկերներից մեկին ու այդ էլ չզանգեց հետո։ Ուղարկել ենք բոլորին, չկա արձագանք։ Գիտեք ինչն է խնդիրը, որ ասում եք հիմի ընդդիմություն եւ այլն, չէ՞։
հիմա սա է էլի խնդիրը, մի խումբ կանգնեցեք էլի, ով ում բարեկամն է։ Ֆիլմպես, որպեսզի հասարակությունն էլ կողմնորոշվի։ Ես չեմ բացառում ամենայն անկեղծությամբ, որ ասենք մարդը կարողացել է եւ Պաբլոյանի օգնականներ, գեներալ Մանվել օգնականներ այսօր եւ այլն կարողացել է։ Բայց այդ բոլորը այդ կարողացած ճանապարհը անձին ուղեկցողը բնականաբար անձի հնարավորություններն են։ Համիտ եք ինձ հետ։ Դե փաստացի ուղղակի տարօրինակ է, այսինքն եթե նույն ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանը ամբողջ օրը խոսում է նախկինների թալանից, թալանը հետ բերելուց, բռնագանձելուց, պետական գույքը ոչ բարեխիղճ օգտագործողներին պատժելուց, մենք այստեղ ունենք բավականին լուրջ խնդիր, այսինքն պետական ոռոգման համակարգ, որը փաստացի շահագործվում է, անհասկանալի է ինչի հիման վրա է շահագործվում, որովհետև ես այդպես էլ չկարողացա հասկանամ, այսինքն գոյություն չունեցող ինչ որ ջրանցք են սեփականաշնորհել, շահագործում են ուրիշ բան, հասկանում եք, ինչ որ շատ խուճուճ։ Հարգելի անի, ես այս շփոթից ազատելու համար խորհուրդ կտամ ընդամենը երկու փաստ է։ Ձեր մոտ մտապահեք։ Մի փաստ, որ Աջափնյա ջրանցքը օդարված չէ։ Բայց օգտագործում է փաստացի։ Մի վարքյան, օդարված չէ։ Երկրորդ փաստ, որ Աջափնյա ջրանցքի այն հատվածը, որը օգտագործվում է, ըստ վկայականների չի առաջացել Աջափնյա ջրանցքից։ Պարզ է, չէ՞, այսինքն այս սրանից հետո մնացածը բոլորը լիրիկայի ժանրից է։ Այսինքն մենք ունենք վիճակ, որ իրավական առումով այո, որևիցե հիմնավորում չկա, բայց փաստացի շահագործվում է։ Եվ հետո, տեսեք, մենք լրագրող, ես հնարավոր չենք անվանարկում, կազմակերպիչ էկո լրագրողներից մեկը շատ լավ ռեպորտաժ պատրաստեց, ցույց տվեց, որ պլատինան պատվարի նկատմամբ ընդամենն է թեկուզ ֆիկտիվ է թուղթը գոյություն չունի։ Մեզ ասում են, թե ինքը դադի է տվել, որ թունելը, որ առել է, պատվարի դուրնել հետն է արել եւ այլն։ Օրինակ այդ 5 կիլոմետրանոց հատվածը, որը շահագործվում է, մոտավոր ինչ արժեք կունենա։ Ես նախագծային արժեքով երևի թե թունելը միայն մի 4-5 միլիոն է։ Այսինքն պետական գույք, որը արժի։ Թե չէ, բայց հիմա տեսեք, ես շատ ցավում եմ, որ մենք խոսում ենք այստեղ, օրինակ նախորդ ռեպորտաժը, որ պատրաստել էր լրագրողը, ջրանցքի կողքին կանգնած ենք, տեսավ քայքայված վիճակը։ Տեսավ, որ էկոթոք, այսինքն պատվարից հետո ամբողջ գետի ջուրը այդ պահին ուղղորդվում էր ջրանցք հեքի համար, ոռոգում չկար, հոկտեմբեր ամիսն էր։ Եվ այնտեղ ջրային կենտանիների համար սպանդ է 6 կիլոմետր։ Բնապահպանության տեսչությանը նույն լրագրողը հարցնում է, թե ձեր դուք որ ասում եք, թե 600 լիտր կա էկոթոքտ, որը ամբողջ Հայաստանում 1500 լիտր է, այնտեղ չգիտեմ ինչի 600, կարևոր չի։ Որտեղ է ձեր կետը, ասում է այսինչ տեղադիրքում, որը այդ պատվարից 6 կիլոմետր հեռու է։ Դե ցանկացած կետ ավազանային հարստացման հնարավորություններ ունի։ Այսինքն բացի նրանից չի վերաբերվի երբեք ձեր հարցին։ Բացի նրանից, որ օգտագործում է այդ պետական գույքը, նաև մենք ունենում ենք ոռոգման ջրի կորուստներ։ Միանշանակ։ Մենք ունենում ենք պետական բյուջեի համար ծախս, ճիշտ եմ հասկանում, չէ՞, այդ կորած ջուրը փոխհատուցում է պետական։ Տեսեք, պետությունը կրկնում եմ, ստեղ մի հանելուկ կա։ Պետությունը փոխհատուցում է միայն ոռոգման ջրածավալի համար։ Մենք ունենք զուգահեռ փաստ, որ ջուր էլի է կորում, որտեղ տեղափոխվում է 20-ի փոխարեն 150։ Բայց մյուսը որ չի հաշվառվում, ինչպես չի հաշվառվում։ Ինչ է լինում այդ ջրի հետ, առավել եւս այն պայմաններում, որ մենք այսօր ունենք։ Մենք անընդհատ ասում ենք 7 միլիոն ու կես ջրային հարստություն ունենք տարեկան վերականգնող, օգտագործում ենք միլիարդ ու կես ներողություն, օգտագործում ենք երևի թե ինձ իմիջիալոց ասում են թե շատ մի փոր բերեք այս խնդիրը, լսելի են դարձնում մեզ վաղուց արդեն մի 10 տարի, որովհետեւ այս սա մի ագը չի մի խոսքով եւ այլն։ Բայց ես դավադրությունների տեսությունից հեռու մտածող եմ, ես գործում եմ։ Չէ, այսինքն միակը չէ, ինչ որ մարդկանց է խանգարում նաև եւ այլն։ Մի խոսքով, հիմա տեսեք ինչն է խնդիրը։ Այս թունելից հարցերիք։ Թունելից ոչ պակաս թանկարժեք այդ 1 կիլոմետր երկարությամբ թյուքերը, որտեղ պատկերացրեք երկու խողովակ է բետոնյա հենասյուների վրա եւ այլն։ Պետական լիազոր մարմինը շինարարական, հողաշինարարական վերահսկողության
քաղաքացիական տեսությունը երկու անգամ կրկնագից ստուգումից հաստատել է, որ տանի ՊԲ-ինը չէ, բայց օգտագործում է։ Դիմել է Տադախազին, գործը հարուցված 3 տարի։ Հիմա տեսեք, այս հարուցված գործերում էլ որպես կանոն բոլոր վարչական գործերում ընկերությունը շահում է։ 19-ին չօգտագործման թույլտվությունը ճանաչվեց անվավեր եւ այլն։ Հետո հանրային ծառայությունը լիցենզիան փորձեց հետ վերցնել, դադով շահեց։ Փորձեց ավել սահագինը, որ սեփականը չի ստացել հետ վերցնել, դադով շահեց։ Հիմա տեսեք, մենք եթե փորձենք ասել միանշանակ, որ մեր դատարանները եւ այլն կսխալվենք։ Հաստատ։ Ես չեմ արտարացնում եւ ես չեմ կարող պատասխանել թե ինչու է այդ հարցերը, ինչ պատճառով այդ հարցերը միշտ պիսի ավարտ ունենում, բայց կարող եմ մի պարզ բան ասել։ Տեսեք, մենք խոսում ենք անդադ pedagogan նշանակություն, pedagogan սեփականություն։ Հայաստան Հանրապետության օրենքն ասում է, որ եթե խոսքը վերաբերում է գույքին, որը կապ ունի հանրային շահի հետ, հայցի ապահովում կիրառել չի կարող։ Պարզ է։ Լիազոր մարմինը սովորաբար բոլոր լիազոր մարմինները ոչ մի գործ, որը գնացել է դատարան, թե վարչական, թե քրեական, նախաքննական մարմիններ, խուսափում են այդ pedagogan նշանակություն բառը կայելու։ Չեն քրում, որպեսզի կարողանա հագնդեմ հայց ներկայացնողը դա շահել եւ չընդհատվի աշխատանքը։ Այսինքն խնդիրը սկսել է 2001 թվականից։ 2001-ին ստացել է, հետո չի կարողացել շարունակել, 2005-ին կառուցման լիցենզիա է ստացել, 2009-ին շահագործման, մինչև այսօր աշխատում է։ 2009-ից է շահագործել, մինչև 2009 թվականը չի շահագործել։ Կառուցման փուլում է եղել։ Կառուցման փուլում է։ Դա համարվում է ընթացք։ Լիցենզիա է երկարացվել եւ այլն։ Համարվում է գործնեություն։ Եվ դուք նշեցիք նաև ինչ-որ քրեական գործի մասին, ինչն է դա վերաբերում։ Այսօր կա մի քանի գործեր միացված մեկ գործում, որը վերաբերում է եւ թուրքերի նկատմամբ իրավունք չունենալուն, եւ վերաբերում է ջրի կորուստներին, բայց արդեն 3-րդ տարին է ընթանում է մի գործ կա դատարանում, այս խնդրի հետ կապված, որն էլ ընդամենը վերաբերում է 19 թվին է նախաքննությունը 20-ին ավարտվել, 5 տարի էլ դատավարությունն առաջի այցանում, որը վերաբերում է միայն նրան, որ այս ընկերությունը, որի մասին մենք խոսում ենք, փորձաքննական եզրակացություն ունի միայն ոչ ռոռոկման շրջանի համար, բայց շահագործում է նաև ռոռոկման շրջանում։ Այսինքն այս ամբողջից այդ մի հատվածն է նախաքննություն դիրարկել, ես այդտեղ չեմ քննադատում, որովհետև այդ ընթացքում բացահայտումների ընթացքը այդպեսին է եղել ծավալը մեր տված։ Ես իդեպ դուք նշեցիք, որ ասում են այս թեմային մի անդրադարձեք, այլ նման թեմաներ կան, ես իդեպ ասում եմ, որ հայտարարում եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր առնչվում են նման խնդիրներին, անպայման գրեք նշված մեյլին, կապ հաստատեք ինձ հետ, ես պատրաստ եմ բոլորին հարթակ տրամադրել, քանի որ ես կարծում եմ, որ ջրային ռեսուրսները Հայաստանի ամենակարևոր հարստություններից մեկն են, եթե ոչ առաջնայինը, մենք առանձնապես ռեսուրսներ չունենք եւ ջրային ռեսուրսների վրա պետք է դողանք։ Եվ հիմա տեսեք շատ ճիշտ նկատառում է, բայց ծանրաբեռնությունից թույլ չի տալի շատ հետևել յետերներին քարոզի արշավի վերաբերող, բայց չկա այնպիսի մի առանցքային ելույթ, որտեղ մեր հանածոների մասին չխոսեն գյուղատնտեսության, գյուղացու եւ ապահովման մասին եւ հողատարածքների լրացուցիչ հողատարածքներ մշակելու մասին եւ այլն, բայց հետաքրքիր է, որ չեն խոսում թե այսօր ես կարող է ճիշտ չեմ հասկանում քաղաքականությունն ինչպես կարելի է վարել նախընտրական շրջանում։ Բոլորն ասում են, որ եկան կանենք։ Ու ասում են օդի մեջ մեկը մյուսին նախ այդ բարապաշտը կասեմ կներեք, կասեմ, հեսա կասեք էլի հակից խոսեցին, բայց միայն հակն է, որ առաջարկում է ստեղծել ջրային ռեսուրսների կառավարման նախարարությունը, ինչի դեպ ինչ շատ դուր է եկել։ Ուրեմն եթե ես գիտենամ, որ դրանով ցես կհաջողանամ, մի փաստ բերեմ հակի հետ կապված։ Իհարկե սա կես կադակես լուրջ, հակի, այսինքն առաջին նախագահի իշխանության օրոք հեկի կառուցումը չի թույլատրվել։ Չէ, փաստ է, սա փաստ է, ես ունեմ փաստերին անդրադառնում, այսինքն ես ինքս ուսումնասիրել եմ բոլորի նախընտրական ծրագրերը եւ միակ կուսակցությունն էր, որ ջրային ռեսուրսները կարեւորել էր։
Ինչը ինձ համար էական նշանակություն ունի, որովհետև դուք էլ Հա, հիմա տեսեք, բոլորը խոսում են գյուղատնտեսությունից։ Գյուղատնտեսություն առանց ջրի, ես ինքս սիրող եմ։ Գյուղատնտեսություն առանց ջրի ոչ շահադադրական։ Գյուղատնտեսություն առանց ջրի գոյություն ունենալ չի կարող։ Այսինքն, եթե դու չես կարողանում ճիշտ կառավարել ջրային ռեսուրսները, չի կարող լինել գյուղատնտեսություն։ Միաժամանակ, տեսեք, մենք խոսում ենք, դուք բնականաբար ոչ մասնագետ լինելով այդ թվերը ցես կարող է եւ սահմռկեցուցիչ թվա եւ շտա թեթև։ Տեսեք, մենք ասենք կորչում է տարեկան 15-ից 20 միլիոն ըստ հաշվագիրի իրենց տված տեղանքի, վերցնենք 10 միլիոն։ Միայն այդ հատվածում 2 միլիոն խորանար ջրի պակասի համար տարիներ շարունակ միջմարզային չէ, միջպետական ճանապարհներ են փակում գյուղացիները։ Երբ 10 միլիոնը կորում է նվազագույնը 10-ից 15, 20 միլիոն եթե ոչ մի ոչ հաշվառում կա, ոչ վերականգնման կա։ Տեղեկել չեն կորուստից։ Տեսնում եք, տեղը չէ, ոնց կարող է պետությունն անընդհատ փող է տալիս։ Տեսեք, 1.5-2 միլիոն ջրի համար հիշում եք, ճանապարհ տեսած կլնեք եթերով։ Ճանապարհներ են փակում, պահանջներ են ներկայացնում, նկարում են, ցույց են տալիս ամբողջ աշխարհով, հայտարարում են մեր ջրաշատ երկրում ջրի պահանջարկի անբավարարությունը։ Ես որպես քաղաքացի եմ խոսում շատ հարևանցիորեն նայելով խնդրին, էլի։ Գիտեք, ամենայն հարգանքով բոլոր ով ունի այնքան քաջություն, որ հավակնում է իշխանության եւ այնքան կազմակերպչական ընդունակություններ աժանի մատուս ենք իրենց, որ հավակնում են։ Բոլոր եւ այդուհանդերձ այդ փոխադարձ տեղ ոչ եթերային չէ, ոչ սովորական նորմալ սոցիումին վայել բառապաշարով։ Բարերի փոխարեն խոսած գործից խոսեք, որ էս է արվի։ Դե չէ ընդհանուր շատ հեշտ է ասել։ Տեսեք, իրականում շատ ավելի հեշտ է։ Անի Հովհաննիսյանի համար գրի ժամանակին սա թալանց են, ախր գիտեք ինչ, լուրջ երկրներում դրանք չեն կարդում։ Տեսեք, իրականում շատ ավելի հեշտ է միմյանց մեղադրել, վիրավորել եւ դրանով թեմաները փակել բոլոր, քան ինչ որ լուրջ հարց բարձրացնել։ Քան խոխում կանգնեն։ Քան խոխում կանգնեն, մարդիկ տեսնեն, թե ուր են գնում եւ ում համար։ Հիմա վերջում ամփոփելով, մենք մեր հեռուստադիտողներին ինչ մեսիջ, այսպես ասած, կարող ենք տալ, մենք կարող ենք արդյոք եզրակացնել, թեկուզ այս մի դեպքից, որ ընդդիմություն, իշխանություն մի ուղղությամբ են գնում կամ գոնե թե շահերի բախում չունեն տնտեսական հարցերում, որովհետև այս խնդիրը բավականին լուրջ է, այսինքն եթե լիներ շահերի բախում, առավել եւս ընդդիմադիր գործիչ, ով փաստացի ոչ օրինական ինչ-որ գործունեությամբ է զբաղվում։ Չէ, բայց ընդդիմադիր գործիչ, որը քննադատում է ամբողջ թափով Երևանի քաղաքապետարանին։ Առավել եւս ոնց հասկանանք։ Եվ չէ, հիմա տեսեք, վերանալով անձներից ասենք հետեւյալը, որ հարգելի իշխանություն եւ հարգելի ընդդիմադիր ուժեր մի ցերկին երկու ժամային կոդիների ենթարկվող ժամացույցներ չեն կապում։ Մեկը Լոնդոնի ժամանակն է ցույց տալիս, մեկը Մոսկվայի, Գրբանի ժամացույցն էլ Երևանի։ Ես մի քիչ փոխաբերություն բերեցի, բայց հուսով եմ գոնե իրենք շատ լավ են սա պատկերացնում, շատ լավ։ Հիմի հնարավորինս, որովհետեւ ես ավելի շատ հիմա կշեշտադրեմ մի պայման, որը ավելի շատ համընդհանուր մեր երկրի զարգացման համար է, էլի։ Չի կարելի անտեսել որևէ խնդիր, որը սոցիալական անհավասարության հիմք է։ Մեր երկրի բոլոր ընտրությունները, մեր երկրի բոլոր ցախողումները բոլորիս մասնակցությամբ առաջացել է սոցիալական անարդարություններից։ Չկա սոցիալական խնդիր անարդարությանը վերաբերող, որը երկրորդային է։ Չկա, սա երկրորդային չէ, մյուս երկրորդային է գլխավորը եւ այլն, եւ միայն փարեվանային կեցվածքով խոսել քննադատելը դերևս ոչինչ չի նշանակում։ Կրկնում եմ, մարդը տանը նստած մտածում է, որ 25 միլիոնի անիվ է կողասի, որտեղ շատ թմկահարվել է։ Բայց երբ խոսքը վերաբերվում է պետական նշանակության գույքի առերևույթ զավթմանը, բոլորը չեն զանգում, հարցնում եք, գիտեք ինչ կա։
Մենք զբաղվում ենք, մենք կասենք եւ այլն։ Հուսահատությունը ճանապարհին խոսում ենք մենք, հուսահատությունը ամենա վատ նախանշանն է, որից սկսվում են բոլոր ցախորտումները։ Հիմա ես լիահույս եմ, ես դապես համար մարդ եմ, որի վերջո կանդրադառնան խնդրին, թե չի կարելի էլի։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։ Ես եմ շատ շնորհակալ, կներեք, երևից ես բարբերաբար ընդհատեցի, ուղղակի աշխատեցի տեղավորվել ժամանակի մեջ։ Ամեն դեպքում առիթ օգտագործելով կոչ անենք մեր հանրությանը, որ լինեն ողջամիտ, ուսումնասիրեն բոլորի ծրագրերը մանրամասն։ Այո։ Եվ որ անպայման գնան դրական տեղամաս։ Ես ինքս այդ խնդիրներով զբաղվել եմ ժամանակին եւ շատ լավ հասկանում եմ, որ ընտրություններին չմասնակցելը արդեն իսկ ընտրությունները կամ սեփական հողը, սեփական ջուրը, սեփական երկիրն առամանել է։ Շնորհակալ եմ շատ լավ ձևակերպման համար։ Ես նաև նշեմ, որ հարգելիներս, այո, ուսումնասիրեք, մի խափնվեք մանիպուլյացիոն հայտարարություններին։ Երբ ձեզ ասում են, որ նույն փոքր ուժերը չեն կարող անցնել ազգային ժողով, դուք նրանց զայն տալով փոշիացնում եք եւ այլն, դա մանիպուլյացիա է։ Եթե դուք գնաք ընտրություններին եւ ձայն տաք այն ուժին, որին որ դուք եք ուզում, միայն այդ պայմանով այդ ուժը կարող է անցնել ազգային ժողով։ Արեք դա, գնացեք ընտրություններին։ Մի ենթարկվեք ոչ ընդդիմության, իրեն ընդդիմություն հռչակող կուսակցությունների, ոչ իշխանության մանիպուլյացիաներին։ Փորձեք հասկանալ ով է ձեզ խափում։ Հետևեք նաև իմ եթերներին այս թեմային վերաբերող։ Հիշեցնեմ նաև, որ Անալթիկ հաղորդման հովանավորն է Ֆինապ հաշվապահական ընկերությունը, անպայման բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, մեկնաբանություններ գրեք, ակտիվ եղեք, աջակցեք մեզ Patreon, Donation Alert համակարգերի միջոցով, ինչպես նաև նկարագրություն բաժնում տրված են, թե այլ ինչ ձևերով կարող եք աջակցել մեր հաղորդմանը։ Այսօր այսքանը, լավ եղեք, կհանդիպենք։